Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ողջույն Ստեփան։ Դու ինձ լսում ես։ Ողջույն։ Լսում եմ։ Այսօրվա մեր հաղորդումը, քանի որ հուլիսի 15-ն է, լրիվ նվիրված է վարդի տոնակատարությանը, պաշտամունքի, ջրի, հայ ժողովրդի եւ ջրի հարաբերությանը։ Համաձայն ես այս հաղորդմանը։ Անպայման համաձայն եմ, քանի որ տոներն են խորհրդանշական շատ ու կարևոր դերակատարություն ունեն մեր ազգի կյանքում։ Լսում եմ ձեզ։ Հիմա ես ընտրեցի հատկապես քեզ այս հաղորդումը անցկացնելու համար։ Սա մեր Կիրակնորյա զրուցարանն է, եթե հիշում ես, մենք ամեն Կիրակի խոսում ենք, չէ՞ խմբով։ Բայց այսօր քո հետ ուզեցա խոսեի, գիտես ինչի համար։ Ինչի համար։ Որտեղ իմ անունն էլ է Ստեփան, քո անունն էլ է Ստեփան։ Քանի որ ջրի տոնն է, ջուրն էլ կազմված է 2 հատ ջրածնից, մի հատ թթվածնից, H2O։ Ուրեմն դու այսօր ջրածնի դերն ես կատարում, մի հատ, ես էլ մյուս ջրածինը, իսկ հետևս վառվում է թթվածնի ամպը, կարմիր ֆոնի վրա։ Ուրեմն մենք ջուրն ենք պատկերացնում այսօրվա խոսակցությամբ։ Դες իմ շապիկն էլ է ջրի գույնի, քու շապիկն էլ է ջրի գույնի, հետևի պատն էլ ջրի գույնի է։ Ուրեմն սիմվոլի մեջ ենք։ Համաձայն ես այս ոգով սկսենք մեր այսօրվա հաղորդումը։ Անպայման։ Այսօր ամբողջ օրը ներծծված է տոնական տրամադրությամբ, հենց որ այդքան նույն ձևով է շարունակել ու ավարտել այսօրվա օրը։ Ուրեմն մենք ջուր ենք այսօր, ես դու ջրածին ծոցին ենք ուրիշ ոչ բան։ Ճիշտ ասած, մինչև հաղորդումը սկսել ես կարիք ունեի հաղորդման ջրի վերաբերյալ։ Դրա համար միացա Երևան, քեզ կանչեցի, որպեսզի միասին անցկացնենք։ Իսկ մնացած համընկումները, ասենք 2 ջրածին, թթվածին, ջուր, սիմվոլ է, պատահական երևի ստացվեց այսօրվա տոնի ոգուն համապատասխան։ Ես իմ կարծիքը ջրի վերաբերյալ, որպես պոպուլյար մի երկու խոսքով ասեմ։ Աստվածները հայկական բարձրավանդակը ընտրեցին, հիմա այդ աստվածների անունը Ստեփան, ուզում ես դիր այլ մոլորակայիններ, ուզում ես դիր թրջող ափսեներից ժամանած, տեսակ բաներ դիր, բայց որ երկրագունդը մարդաբնակ պիտի դառնար, նրանք պիտի ընտրեին այն վայրը, որտեղ պետք է մարդկությունը սկսեր։ Գիտեք, որ մարդկությունը երկրագնդի վրա տեղ չունի որպես բիոլոգիական համակարգ։ Համաձայն ես, բնական համակարգի մեջ ավելորդ է։ Ուրեմն միանգամից ասում ենք, որ մարդկությունը եկել է երկիր։ Ինչ ձևով։ Սաղմի ձևով, Աստված կավից կերտեց, հոգին փչեց եւ այլն, այդ բոլորը ասում է, որ մարդ արարածը երկրագնդի վրա ավելորդ է։ Եթե ճանճը շատ կարևոր է, մրջյունը, ձուկը, որը դրանցից մեկն ու մեկը որ բացակայի երկրագնդից, ամբողջ էկոլոգիան կխառնվի իրար։ Մեկը մյուսի հետևից կսկսեն ոչնչանա, որովհետև բիոլոգիական ցիկլի մեջ է ամենը։ Բայց մարդը եթե բացակայի, երկրագունդը մի հատ հոգոց կհանի, թեթև կասի հազիվ պրծակ են փորձանքներից, էլ փորում են, էլ պայթացնում են, էլ կրակում են։ Ճիշտ է։ Լրիվ համաձայն ես, չէ՞, վարկածին, որ մենք ավելորդ ենք երկրագնդի վրա։ Բայց ուրեմն որ եկել են առաջի մարդիկ աստվածները, դու ազատ չես այդտեղ, ուզում ես ինչ-որ բան կարգավորես։ Չէ, ոչ մի բան պետք չի, ամեն ինչ նորմալ է։ Շատ լավ։ Ուրեմն նրանք պիտի ընտրեին, չէ, իջնելու տեղը եւ իրենց լաբորատորիաները դնեին, սեփական գեները իրենց, խաչասերեին երկրաբնակ կապիկների կամ ձիերի կամ ձկների հետ եւ շարունակեին ինչ-որ մի բան, որ մենք ունենք այդ շումերական ձեռագրերի մեջ, կավագրերի մեջ, այսպես արձանագրությունների մեջ, եգիպտական բուրգերի մեջ նկարված են այդ բոլորը, որ թե ինչպես է եղել։
Դա էլ կա չէ, բայց ինչու նրանք պետք է ընտրեին հայկական բարձրավանդակը, հենց այստեղ է հետաքրքիր, որտեղ նրանք երկու ճանապարհ ունեին, առաջինը կյանքի համար ջուր էր պետք, որտեղ մենք կազմված ենք 80% ջրից, եւ առանց ջրի կյանք չկա, ծովից սկսվեց բիոլոգիական կյանքը, գիտեք, սպիտակուցներ, ձկներ, որդեր եւ այլն, բայց մարդու վերաբերյալ իրանք պետք է հատուկ ընտրեին։ Եվ հայկական լեռնաշխարհը դրա համար իդեալական է, որտեղ հետագայում գիտությունը ցույց տվեց, որ ջուրը մեռնում է եւ ծնվում է իր շրջանառության ժամանակ, եւ նրա ծնունդը հաշվում է, երբ նա ջունի կամ սառույցի ձևով տեղումներով նստում է լեռնագագաթներին, որից առաջ են գալիս արդեն ծնված ոգեղեն ջրերը աղբյուրների տեսքով, որոնց մեջ չկա ոչ մի վիրուս, բակտերիա, թույն եւ կյանքի համար ամենաբարենպաստն է։ Հայկական լեռնաշխարհը որպես այդպիսի աստվածների ուշադրությունը գրավեց եւ նրանք իջան այդտեղ։ Այսպես են ասում ավանդույթները։ Ջուրը մարդու առաջի, այսպես ասած, գրավիչն է, որը լեռնային երկրում հայկական աղբյուրների առատությունը 4 գետերի առկայությունը, որտեղից սկիզբ են առնում հայկական բնաշխարհից, էսի պատահական չի ասված, որովհետև աշխարհում շատ գետեր կային եւ այլն, բայց պետք էր որ անպայման ձյունագագաթ լեռներ լինեն, որտեղ սաղմնավորվի ջուրը որպես բյուրեղ, հետո կամած հալվի եւ առաջանա ջրի կյանքը, որը հիմա գիտնականները ցույց են տալիս, որ ջուրը լսում է, ջուրը հիշում է, ջուրը գրանցում է, իսկ ջուրը նաեւ կեղտոտվում է, ճչում է, պատմում է եւ այլն, այս բոլորը կա։ Հիմա եթե բայց հետաքրքիր սկսեցի, չէ՞ զրույցը Ստեփան։ Շատ հետաքրքիր։ Ու ամենակարևորը փոխկապակցվածությունը պահպանված է, որովհետեւ պատճառը ու հետևանքը ամբողջը իրան ասում է։ Ջրի հետ կապված ջուրը նաեւ զգայուն նյութ է իրենց ներկայացնում, փորձարկումներ բաղումից սարել են, թե ինչպես են մարդիկ աղոթել կամ ասենք դիմել ինչ-որ քաղաքությամբ ջրին ու այդ ջուրը իր մոլեկուլյար կառուցվածքը փոխվել է, ասենք բաղի երաժշտության տակ ինչ բյուրեղներ են, ինչպիսի կառուցվածք են ի հայտ գալիս, կամ ռոք երաժշտության տակ, ինչպիսի կանոնավոր եւ անկանոն խախտումներ, շեղումներ ատալիս ջրի բյուրեղները եւ այլն եւ այլն։ Այնպես որ այն ամենը ինչ որ փոփոխվում է ու ազդվում է, դա ինֆորմացիայի կոնկրետ ազդեցության տակ է տեղի ունենում։ Այնպես էլ մարդը, եթե մենք կազմված ենք 80% ջրից, այն ինչը որ մենք մեր մեջ պարունակում ենք այդ ինֆորմացիան, էլի ջրի միջոցով է պարունակվում։ Ուղեղը փաստորեն իրենից ինչ է ներկայացնում։ Էլի նույն ջրային զանգվածն է։ Ու պատահական չի, որ հենց հիմա, ասենք, կա նաև ջրի ավերիչ տեսակը, դա ասենք չտարածենք շատ ինչ-որ բաների վրա, բայց ասենք մեծամասամբ դա ալկոհոլն է։ Ալկոհոլը որտեղ է ավելի շատ ազդում։ Մարդու ուղեղի մեջ, որտեղ որ ավելի շատ ջուր կա, որտեղ որ շատ ջուր կա, այնտեղ էլ իր քայքայիչ գործունեությունը կտանի։ Ալկոհոլը ֆիզիկական, քիմիական, ջրի հետ կապ չունի։ Իմիջիայլոց հետաքրքիր մի բան կա, նայ, ալկոհոլը, սպիրտն է դա։ C2H5OH-ն է սպիրտը։ C2H5OH, այսինքն հիդրոքսիլ ունի մեջը, ջրի բաղադրիչ OH, բայց ինքը ուրիշ նյութ է, որտեղ մեր մոտ մենք այերկուսս H2O ենք, չէ, H եւ OH խումբն է։ Բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, ջուրը չի սիրում ալկոհոլի։ Զարմանալի բան է։ Այդ քիմիական էլեմենտին չի սիրում։ Դրա համար, երբ որ սպիրտը խառնում եք ջրի հետ, անմիջապես ջուրը բողոքում է, ու սկսում է տաքանալ, թրթրել, կատաղել, ջուրը այդպիսի հատկություն ունի։ Փորձի վերցրա սպիրտը 96, ջուրը
եւ խառնի իրար, կտեսնես ոնց է ջուրը տաքանում։ Եվ ջուրը երբեք սպիրտի հետ չի խառնվում, մոռացի։ Սա մեծ պրոբլեմ է։ Մեր բիզնեսմեն տղաները որոշեցին, որ օղի ստանան բժշկական սպիրտը 96%-ը ջրի հետ խառնելով։ Խառնեցին, տեսա չի խառնվում։ Իրեք ինչ ալու, ջուրը գունդ մոլեկուլների խմբակցությամբ սպիրտի մեջ սկսում է հավաքվել։ Ուրեմն ջուրը մենակ կարողանում է սպիրտի հետ խառնվել, երբ որ անցնում է կյանքի ճանապարհով։ Այսինքն, եթե խաղողը, որը շաքար ունի մեջը, բակտերիաների խմորման տակ հանկարծ սպիրտի մոլեկուլ է վերածվում, ջուրը խաղողի մեջ, ասենք գլյուկոզան վերածվում է սպիրտի, չէ, այդ ժամանակ գինին, որը կոչվում է գինի, խառնված սպիրտ ջրից տարբերվում է նրանով, որ ջուրը իր կողքին դնում է մեկ սպիրտի մոլեկուլ, մեկ ջրի մոլեկուլը, հետո նրան ասում է ջուր եղբայր, դու կանգնի այդ կողմը, ձեռքդ տուր, ուրեմն սպիրտը կանգնում է մի ձեռքով մի մոլեկուլին, մի ձեռքով մյուս մոլեկուլին, եւ այսպես երբ որ տարալուծվում է սպիրտը ջրի մեջ խաղողի գինու պատճառով, այդ գինին դառնում է արդեն կրիստալ։ Գինու խորհուրդը դրա մեջ է, որ ջուրը սպիրտի հետ, որը շաքարից առաջացավ գլյուկոզայից, բարեկամության մեջ է, բավական է այդ գինու մեջ դուք վերցնեք մի բաժակ ջուր լցնեք, գինին ավիրվում է ներսից, որովհետև ջրի եւ սպիրտի համերաշխությունը քանդվում է։ Տեղի է ունենում գինին, որ ասում են ջրի հետ գինու հետ ջուր է խառնած։ Ասում ես, բայց գինու մեջ ջուր կա, չէ՞։ Ոչ ոք չի պատկերացնում, որ այդ ջուրը գինու մեջի ջուրը սպիրտի հետ համերաշխության մեջ է։ Եվ նույնը գալիս է նայեք, երբ որ թորում եք գինին եւ առաջանում է, ասենք, կոնյակի սպիրտ տարբեր տոկոսներով, երբ որ նորից գոլոշին խմբավորվում է, նորից այդ ջուրն ու սպիրտ իրար հետ համերաշխության մեջ է։ Բավական է ջուր ավելացնեք վրա, որտեղ իրենք գոլոշուց չեն առաջացել, խմբավորվել, նորից փչանում ամեն ինչ։ Այս էլ գինեգործության գաղտնիքները ջրի արկայության դեպքում։ Ուրեմն ջուրը, ինչպես ասած, պիտի սիրի նրան, որի հետ խառնվում է։ Հիմա մենք Վարդեվառի տոնին ենք գալիս։ Մենք խառնվում ենք ջրի հետ հուլիսի 15-ին։ Մենք խառնվում ենք ջրի հետ։ Հասկանում ես այդ ինչ է։ Ջուրը մեզ ընդունում է որպես Աստծո զավակներ։ Եվ այդ տոնը հենց նվիրված է, որ ջուրը մեր մարմնին շփվելով մեզ բերում է այն ինչ որ Վարդեվառի ավանդույթի մեջ գրում է։ Ինչպես գինու մեջ է սպիրտը հանկարծ խառնվում ջրին։ Իմիջիալոց ջուրը ասեցի, այն ինչ որ ջրին խառնվում է, կեղտոտում է ջուրը։ Սա ջրի օրենքն է։ Ինքը մենակ ձյունից, սառույցից, երբ որ հալչում է, որի մեջ ոչ մի բան չկա, որտեղ անցել է երկնային ցիկլը, արեգակի շողերով թրձվել է, անցել է ամպի եւ խտացվել է որպես ջրի բյուրեղ, եւ այդ ջուրը, եթե ընդունի որևէ խառնուրդ, արդեն համարվում է կեղտոտ։ Ինքը գիտի դա։ Եվ սարերից հոսելով լեռնագագաթներից մինչև օվկիանոս հասնելը նա անընդհատ կեղտոտվում է։ Օվկիանոսում ամենակեղտոտ վիճակում է, որից փրկում է ջուրը նորից արեգակը, հուրը։ Ջուրը ծնվում է արեգակի շնորհիվ։ Եվ այդ ցիկլը, այդ շրջանառությունը կրկնում է։ Հիմա մենք հայերս գտնվում ենք ջրի ծննդյան օջախում, հայկական լեռնաշխարհում։
Եվ դրա համար հայկական ջրերը համարվում են սուրբ։ Առաջի հանդիպումը մարդու հետ ջուրը որպես այդպեսին հայկական լեռնաշխարհում հանդիպել։ Դրա համար աստվածները դրել են կյանքը այդտեղ, այդպես է գնում, ուզես թե չուզես։ Բայց իրականում մտածել են, որ այս ջուրը, որ պիտի օգտագործի մեր ստեղծած մարդը, ամենամաքուրն է, որովհետև բարձրում է գտնվում, առաջացել է սառույցից ձնից, բացի դրանից իր ճանապարհին չի ենթարկվել վիրուսների հարձակման։ Ինչու՞, որովհետև լեռնագագաթների բարձրությունը 3 կիլոմետր, 4 կիլոմետր, ուլտրա մանիշակագույն ճառագայթները ազդեցության տակ ջրի մեջ ոչնչանում են։ Ահա թե ինչ է նշանակում Սևանա լիճը։ Սևանա լիճը ամբողջ ջրի պաշարով սուրբ ջուրը, որովհետև 2000 մետրից վեր է։ Դրա համար Սևանա լիճի ջուրը չի հոտում։ Տեսա՞ր ինչ գործեր կան աշխարհում։ Այն ջուրը, որը որ չի հոտում, նշանակում է նա ամենամաքուր ջուրն է։ Հիմա մենք տոնում ենք ամենամաքուր ջրի տոնը աշխարհում։ Այն մնացած ջրերը, որոնք որ ասում ես թե էլի ջուր են, էլի ինչ կա, բան, այդ հենց ուրեմն հուլիսի 15 այսօր Երևանը տոնում է։ Իրար վրա ջուր են լցնում։ Այսինքն ջրին ասում են գնա իմ բարեկամին հետ միացի։ Ջրի ցպնումը մեկ ուրիշ հայի վրա, այդ նշանակում է ես իմ ջուրը, որը մաքուր ջուրը, լցնում եմ քո վրա, դու քոնն ես լցնում իմ վրա, եւ անկախ դրանից հետաքրքիրը գիտեք ինչ է, հանկարծ փոխադարձ ջրակոծումը մեկը մյուսին առաջացնում է ծիծաղ եւ բերկրանք եւ ուրախություն, սրբապղծությունը պատկերացրեք Վարդեվառի տոնին հանկարծ կեղտոտ ջրով իրար ցողելը։ Որովհետև ջուրը մաքրության խորհրդանիշ է նաև։ Իր սկզբնական տեսքով, որ վերցնենք, ջուրը հենց ինքը մաքրության խորհրդանիշ է։ Լվացող, մաքրագործող խորհրդանիշ, այնպես ինչպես որ մյուս տարերների մեջ համարվում է մաքրագործող կրակը սրբազան։ Իսկ ներկայությամբ Երևանում մի փոքր պասիվություն է նկատվում, հավանաբար դա նրանից է, որ ես չեմ նկատում շատ աղմուկ, թե ինչ ձևով է քաղաքը հենց հիմա տոնում։ Ինչու՞։ Որովհետև աշխատավայրում մի տեսակ անպամած է, բայց մարդիկ այսօր հավաքվել են գարնի տոնելու մեր հին հեթանոսական կոչվող շրջանից եկող մեր ազգային տոնը։ Սա զուտ ազգային տոն է, որը մենք գիտենք, որ կապ չունի բացարձակապես ինչ-որ քրիստոնեական ինչ-որ տոների հետ, տոնային համակարգի հետ։ Քրիստոնեությունը ջրի այս բանից շատ երիտասարդ է, չես կարող համեմատել։ Ոչ մի կերպ չի համեմատվում, քանի որ Վարդավառը հենց հայ ազգի ծագումից եկող աստվածային խորհուրդ պարունակող տոներից է։ Իսկ տոնը արտահայտում է հենց առաջագործական բացարձակ խորհուրդներից մեկը, հենց աստվածային սերն է արտահայտում։ Այդ ձեր ասած ժպիտը, ծիծաղը որ կար, որ նշեցի քիչ առաջ, որ մարդիկ իրար վրա ջուր ցողելով ծիծաղում են ու զվարճանում։ Ու ասենք այդ ամեն ինչը կատարվում էր մեծ սիրով։ Հենց հիմա, ոնց որ մեր բակում երեխեքը որ խաղում են, նույն ժպիտով ու ծիծաղով։ Անկախ նրանից իրար սիրում են, չեն սիրում, կամ ասենք ծանոթ են, անծանոթ են, դրա մասին խոսք անգամ չկա։ Մեկը մյուսին ջրեց, դա նշանակում է, որ ես քեզ սիրում եմ։ Այ ավելի լավ մեծ խորհուրդ գոյություն չունի այդ տոների մեջ։ Սիրեցեք մինյանս, որը ըստ էության ոչ թե մեզ էր ուղղված, այլ ուղղված էր հենց իրանց այդ կրոնի հետ կապված, հենց իրանց ազգին էր վերաբերում, որ իրար սիրեք, այլ ոչ թե գնացեք ասեք, որ այս ազգերն էլ իրար սիրեն, այդպես բան չկա։ Մենք մեզ սիրել ենք, ինչպես որ ասում են, մենք մեր մեղդավորին ենք օգնել, հոր ու մորն ենք պատվել, ինչպես դրա մասին արդեն խոսք չկա։ Իսկ տոնի անվան իմաստի մասին
հայոց լեզուն, որը իրականում մեր աստվածաշունչ լեզուն է համարվում, ու հենց այդպես է որ կա, որ հայ համար պետք է մենակ իր լեզուն լինի աստվածաշունչը։ Այդ առումով տոնը կազմված է վարդ, այսինքն սիրո գերագույն խորհուրդը համարվել վարդը, եւ վաղ ընդհանրապես ուժգին արտահայտված կրակի իմաստն է մեջը։ Տեսեք, ջրի ու կրակի միավորումն է այստեղ մի տեսակ պարունակում իրար։ Ջուրն ու կրակը միավորված են, որը երբեք իրար հակադրություններ չի դիտվել։ Ճիշտ է, այն ուրիշ տարիք է, բայց այստեղ արդեն այս տոնի շնորհիվ միավորված է հուրն ու կրակը, հուրը եւ ջուրը։ Այսինքն բառերով նշանակում է վարդով, սիրո բացարձակ խորհրդով վարված ու վարդով օծված։ Իսկ ջուրը, այդ որ իրար վրա ցանում են, դա հենց օծման խորհուրդն է, հենց այդ սիրո բացարձակ խորհրդով վարված, որ ասում է վարդավար, վառացիորը։ Իսկ թե ինչ ծագումնաբանությունը աղասպելի, որ պատմում է, թե ինչպես է առաջացել տոնը, ավանդությունը, հայկական աղասպելաբանությունը պատմում է, որ ստորգետնյա աստված, ունեցել ենք մենք ստորգետնյա աստված, որի անունն է եղել Յահվահը, նա տիեզերական ձմռան աստվածն էր, ու արիներ աստծով նկատի ունենք հայ ժողովրդի մասնակցությունը։ Յահվայի մասին ես խոսում դու, որը նաև հրաբուխի աստվածն է։ Տիեզերական ձմռան հրաբուխ, այսինքն որը հարգան չի վայելում կյանքի համար, այդպես է։ Նա կյանքի խորհրդանիշ երբեք չի համարվել, այսինքն նա տիեզերական ձմեռը խորհրդանշող աստված է, աստվածություն է եղել հայոց վիճարանում։ Նա է գողանում է բացարձակ սերը, այսինքն աստղիկին է գողանում նա։ Այդ ժամանակվանից նվազում է սերը արիների մեջ ու ատելությունն է պատում նրանց հոգիներին։ Իսկ տիեզերական գարոնը գալուն պես հուր զորության աստված Վահագն է բերում։ Սակայն Վահակը ազատում է սիրո աստվածուն։ Այսինքն ինչ է կատարվում։ Այս տոնային համակարգը որ կա, այս ամեն ինչը կապված է բնական ցիկլերի հետ։ Նու Վահագնի ծնունդը, որ նշում են մարտի 21-22-ին, հետո որ գալիս է արդեն վարդավաղի տոնը, այսինքն այս ամբողջը հերթականությունը, ոնց որ դիցաբանությունը ամեն տարի պատմի տոների միջոցով, ազգի, ժողովրդի։ Հետևաբար ժողովրդը այն ինչը որ տոնում է, դա հենց այդ սիմվոլիկաներն են, որով ինքը ապրել է դարեր շարունակ։ Այսինքն ինչ է նշանակում սիմվոլիզմը, իրանից դրական ու զորեղ հատկանիշների փառաբանումն է եղել։ Ճիշտ է։ Ունեցել ենք մենք դիքը աստվածներ, որոնք ամեն մեկը ինչ-որ մի սիմվոլ է նշանակել։ Օրինակի համար տիրը իմաստության աստվածը գովերգվել է մարդու ոչ դատարկագլխությունը, այլ իմաստությունը, Անահիտը փառաբանվել է մայրությունը, սիրո հովանավորը, ընտանիքի պահապանը, հավատարմությունն է խորհրդանիշել, այնտեղ աստղիկը նույնը բացարձակ սիրո խորհրդանիշը, այնտեղ աստվածներ կան։ Հայր Արայի Աստծո պաշտամունքը, որպես գերագույն աստված։ Այստեղ հիմա աստղիկը ասում է շրջում էր Արարատով մեկ, այսօրվա խորհրդի հետ կապված, այսօրվա տոնի հետ կապված։ Ու ծաղիկներ են բաժանում արիներին, այսինքն հայերին։ Ու վարդաջրով էլ օծում են նրան վարդավան սարքում։ Իսկ արիները օծում են դիցու վարդով, բոցավառում են սիրո խորհրդով եւ նորից բացարձակ սերը հաստատվում է արիների մեջ։ Այսինքն ինչը որ կատարվում է այդ Ձմռան Գալստյան հետ կապված, որը որ Յահվանն է ըստ էության թագավորում, ասենք պայմանականորեն ագրացրած, որպես սիմվոլիկա։ Յահվայից հետո, այսինքն գալիս է գարունը։ Գարունը գալիս է Վահագնականչով, իսկ Վահագնը այստեղ արդեն նշվեց, որ ինքը գերությունից ազատում է աստղիկին։ Հերթականությամբ տոնը բերում է արդեն հուլիս ամսին աստղիկի ազատության օրն է, որը որ ստեր է բաշխում մարդկանց ու բոցավառում է բոլորի մեջ սիրո խորհրդով։ Այսինքն շատ լավ լսում եմ քեզ, լրիվ տարված եմ, շարունակի։ Այստեղ ուղղակի
արիական հավատքը, այսինքն զուտ ազգային մեր հավատքը, որ այդպես տարածված է, տարածաշրջանային մասշտաբով նույնիսկ, Մայր Անահիտի պաշտամունքներ որ վերցնենք, Մայր Անահիտի պաշտամունքը շատ փաղաբանված է եղել, այդ ամբողջ հին աշխարհով մեկ, դրա մասին շատ տեղեկություններ են հաղորդում հենց հույն պատմիչները, չգիտես ինչու, մեր պատմիչների մեջ շատ է կաղում այդ տեղեկությունը, շատ, խորենացիներ եթե չլիներ, մենք շատ բաներից ինչա կոչվում, սենց ասենք, զրկված կլինենք այդ հանգագին ինֆորմացիայից։ Ըստեղ ուրեմն սենց մի բան, ըստ արիական հավատքի, Աստղիկի սերը անպատկերացնելի է, առանց հուր-զորության, տիեզերական դրական էներգիա Աստծո, Վահագնի այսինքն, եւ ընդհանրապես ասում է, ինչ սեր առանց կենարար ուժի։ Ինչ կատարվեց, երբ որ հենց հիմա խոսում են, թե այս տոնը կապված է Քրիստոս, Հիսուս Քրիստոս, օտար Աստծու, ըստ էության օտար Աստծու պաշտամունքի հետ, դա իրականությանը չի համապատասխանում։ Նրանից առաջ հայերը տոնել են դա ու պատահական չի, որ բազմաթիվ եկեղեցաժողովներում արգելվել են ու փորձել են տաբու դնել այս հեթանոսական հին ազգային հավատը։ Մենք կարիք չունենք ինչ որ բան ապացուցելու հիմա։ Դեպի մոռացի։ Մենք մեր առջև արգել չենք տեսնում, որ ասենք հայեր, մերն է, էսի ուրիշ եկա, տարավ, տես բաներ չկա։ Հիմա արիս ես միջոցառումներ մտածենք։ Ոնց անենք, որ մերը ավելի մեր դառնա։ Հանկարծ ուրիշը չտանի։ Ես մի առիթով, պարզ ասա, ես մի առիթով զրուցում էի քրմերից մեկի հետ, ասեցի, ոնց կարելի է պատկերացնել, որ Հայաստանը վերադառնա զուտ իր ազգային տոներին։ Տոնային համակարգը շատ կարևոր է, որ մարդկանց մեջ ճիշտը մատուցի բացատրվի։ Մարդիկ իրանց թվում է, թե այս տոնը քրիստոնեական է, այնինչ դրա ակունքներում հենց իր ազգայինն է նստած, բուն ակունքում։ Այսինքն ինչ կատարվեց, այն ինչը որ հիմնադրությամբ տոնվում է, այսինքն դա ներկա գործող հոգևոր ճակերտներով դասը, որը իրենից հոգևորություն չի կարող երբեք ներկայացնել։ Այն պարզ պատճառով, որ հակամարտկային ու հակաբնական գաղափարախոսության կրող հանդիսանում, հանձինս այդ հուդայականության, որ ըստ էության հենց քրիստոնեության գաղափարաբան, հենց քրիստոնեության մեր հայահակելական եկեղեցու գաղափարաբանության հիմքում է ընկած։ Այդ առումով նրանք պալիմպսեստ են, այսինքն ինչա պալիմպսեստը, այդ հին շերտի վրա իրանք մի նոր խող են։ Ստեփան, մենք մեր մասին խոսենք։ Մեր մասին, մենք մեզնից ամեն մեկս պետք է լինի կենթանի պրոպագանդող, այս ամեն ինչ։ Արիս ես մի բան մտածենք, հիմա մեզ կլսում են, չէ, մարդիկ հասարակական կազմակերպություններ, մեր կրոնական կազմակերպություններն են լսում, նրանց մտքի մեջ գեներացնենք ինչ-որ ասոցիացիաներ այս հարցի շուրջը, որպես իրանք էլ մտածեն, հարց եմ տալիս կեզ, իրանք էլ լսում են, եթե հարսանեական արարողություն է լինում, ինչու են մարդիկ կոկիկ հագնվում, ամենալավ շորերը և հարսի և փեսայի շորերը առօրյա շորեր չեն, նրանք հագնվում են մեկ անգամ, օգտագործվում են մեկ անգամ հարսանիքի օրը, հարսը հագնում է իր հարսանյաց հանդեսը։ Ինչու է սա այդպես լինում և ինչու հարսանքավորները հագնում են այդ օրվա համար հատկապես պատրաստված մեծամասնամբ շոր, որ առաջի անգամ են հագնում։ Այս հարցին կարաս ինձ պատասխանել, ինչա նշանակում ես։ Ինչու են այդպես առաջին անգամ շքեղ հագնվում, այն մի անգամվա տոնակատարությանը, դա նկատի ունեք։ Այո, չէ, եւ հրավիրվածներն էլ գալիս են պատրաստված, կոկիկ, սանրված, չէ, գնում են սանրվում են, հարդարվում են, զարդերն են դնում, նրանք հարսանիքի են գալի, թե տոնակատարության։ Արարողության են գալիս, թե գալիս են հաց ուտելու։ Եթե հաց ուտելու են գալի, ապա պիտի կան գոգնոցներով, ճիշտ է, սենց բերանները կապած, որ վրաները չկեղտոտվի, ձեռնոցներով, պատառաքաղներով տնից բերած, բայց գալիս են կարծես թե արարողության։
ուշադիր ես, գաղափար են զարգում, արարողության պատրաստ են գալիս, հարսանեկան ծես ընտանիք կազմելու եւ սերունդը շարունակելու ծեսն ասա, այս ծեսը ուժգնություն ունի, այսինքն պահանջում է որոշակի կարգերի հաջորդականություն, հիմա մի բան ասեմ, եթե այդ ծեսին մեկը ներկայանա ցեխոտ շորերով, կեղտոտ ձեռքերով, չես կարծում, որ կպղծի այդ ծեսը, նայած թե ինչ միջավայր է, այդտեղ որտեղ մեր ասենք թե հարսանիքը վերցնենք, հարսանիքը տեղի ունեն մի քանի տեղ, սկզբից հարսի տուն, հետո թեսի տուն, հետո այնտեղ գնում են եկեղեցի, գալիս են այնտեղ հետո հարսանքատեղ, քեֆ ուրախություն։ Չէ, ընտանիքով հրավիրված ես, ասում ես, որ հրավ ինչ հավես մավես չունեմ, ձեռնդ գործ է իրանում պարտեզում, գետինը հող է փորում, երբ հարսանիքը, ասենց ես անում, հողերը մատերի տարակ ու գնում ես, ինչ ես անում դրանով։ Ես կարծում եմ, որ դրանը ոչ մի արհամարհական վերաբերմունք ես չեմ տեսնում, օրինակի համար։ Բայց ինչու հասարակությունը հանկարծ այդպես չի գալիս իր առօրյայով, ինքը հատուկ է գալիս։ Ուրեմն ինչ որ խորհուրդ կա չէ հատուկության մեջ։ Այդ հատուկությունը հավանաբար խորհրդանշում աղջկա կույս լինելը, ով գիտի։ Չգիտենք ինչ կույս լինել է, իհարկե դա ֆակտոր է, որը հաշվի է առնվում, որովհետև եթե աղջիկը 100 անգամ ամուսնացած ալու, բաժանված ամուսնացած, այս հարսանքավորների վրա ազդում է, դու կտեսնես, որ իրոք եկողներ ասում են, լավ մերը հին շորով կեթանք, օդի մեջ են ասում էդի, այդքան չեն ցնցվում, այսինքն նորության, գարնան, հոտ չի գալիս, սիրո հոտ չի գալիս, տեսար ինչ եղավ, ուրեմն դու այս արարողությունը, որ գնում են, հանկարծ տեսեք ինչ անում, հարսանքավորները ամբողջ մարդկային տարածքի մեջ մի փոքր տարածք առանձնացնում են, որը կոչվում է հարսանեկան սրահ, եւ այդ սրահում հաստատում են կանոնադրություն եւ օրենք, մաքրության օրենք։ Դրա համար բոլորը գալիս են կոկիկ, ծաղիկներ են դնում, այսինքն միջավայրից հարսանյա սրահը անջատվում է որպես մաքրության սկզբի սիմվոլ։ Ես լավ եմ բացատրում, ինչ որ ուզում եմ ասել։ Հասկանալի է։ Եթե հանկարծ այդ մաքրության սիմվոլի մեջ թափանցի մի հատ մարդ կանալիզացիայի տրուբեն ձեռը։ Ինչ կկատարվի, այդ ամբողջ խորհուրդը կփչացնի, ճիշտ է թե չէ։ Ճիշտ է։ Բոլորի տրամադրությունը կընկնի։ Նույնիսկ չեն կարող ասես բացատրեն թե ինչի համար։ Իրանք հագնված են, մաքուր են, քսված են, սանրված են։ Այս մարդը գործից եկել է տրուբեն էլ հետնա բերե, բայց եկել է հանդիսության։ Փչացրեց։ Ուրեմն հիմա դառնանք մեր վարդեվառին։ Վարդեվառը հարսանյաց հանդեսից տարբերվում է նրանով, որ նրա համար դու չես պատրաստում սրահ, այլ ինքը գալիս է հայկական աշխարհ եւ ամբողջ աշխարհը դարձնում է իր սեփականությունը, վարդեվառի սրահ եւ պահանջում է, որ երբ ինքը գալիս է, բոլորը մաքուր վիճակում լինեն։ Որովհետև դու չգիտես վարդեվառը որտեղ է։ Վարդեվառը հանկարծ ասում է հուլիսի 15-ին Հայաստանում վարդեվառը։ Իսկ այդ ի՞նչ է նշանակում։ Ամբողջովին Հայաստանը պարուրված է արարողությամբ, որը նման է հարսանեկան արարողությանը։ Երբ որ այստեղ խորհուրդ կա, եւ բոլոր մարդիկ պետք է պատրաստ լինեն այդ խորհրդին, որպեսզի միտքս ավելի պարզ դարձնեմ, ես կասեմ տարիների ընթացքում հանկարծ վարդեվառի ժամանակ, երբ որ ջուր են լցնում մեկ մարդու վրա, առաջանում էր կռիվ, թե ինչի ինձ ջրեցիր։
այդ կռիվը չէր բացատրվում, թե ինչի կռվեցին հանկարծ մարդիկ։ Ուրեմն դուրս է գալիս, որ Վարդևառը գալիս է Հայաստան, ամբողջ Հայաստանը իր սրահն է, եւ հանկարծ մեջը անհատներ են լինում, որոնք պատրաստ չեն Վարդևառի հանդիսությանը։ Հենց սրանք էլ կռիվ են սարքում։ Այսինքն մեկը փողկապով, բանով, հագնված կոստյումով, փողոցով դուրս է գալի, իրան ջրում են, ինքը ասում է թե «Էս ինչ արիք, ես ձեր սենցը» ու գնաց։ Այս process-ը շատ նման է Հարսանյա սրահում կանալիզացիայի տրուբով հայտնված մարդու հետ։ Միայն այն տարբերությամբ, որ այնտեղ հաստատված կանոնակարգով բոլորին տեղեկացված է օրենքները, իսկ քանի որ Վարդևառը գալիս է առանց տեղեկացնելու, դու պիտի հասկանաս, որ նա մտավ Հայաստան, հետևաբար դու կոստյում հագնելու իրավունք չունես, ինչպես հարսանիքի իրավունք չունես կանալիզացիայի տրուբով հետալու, որտեղ ամենուրեք Վարդևառը իշխում է Վարդևառի ոգին։ Հետևաբար այստեղից հարց առաջանում, մարդիկ պիտի պատրաստվեն, որ Վարդևառը գալիս է առանց զգուշացնելու, առանց քեզ պատրաստելու, նա հայտարարում եմ ես այստեղ եմ, ու սկսվում է տոնակատարությունը, ուրեմն մարդիկ պիտի պատրաստ լինեն, ինչպես հարսանիքի ես գնում, ուրեմն դու այդ օրը առավոտը իրավունք չունես հագնել այնպիսի շորեր, որ երբ որ քեզ կթրջեն, դու կռիվ սարքես։ Ուրեմն մենք ինչ մտածեցինք, որ Վարդևառի օրը պետք է հատուկ շորեր հագնեն մարդիկ, այնպիսի շորեր, որ երբ թրջվում են 5 րոպե հետո չորանան, որպեսզի չմրսեն։ Անընդհատ ջուր ընդունելով հաճույք միայն ստանան, ինչպես հարսանիքի ժամանակ, մեկ էլ տեսնում ես խորովածը բերի, քյաբաբը կողքը, կերար, խաշլաման եկավ, կերար, ձուկն են բերում, մեկը չի ասում, արա հերիքա գուտեք էլ կերար վերջացավ, չէ, խորուրդ կա, ինչ խորուրդ է, նոր կյանք է սկսվում առատությամբ լի, չնայած իրանք այդքան չեն ուտում տները, բայց սիմվոլն է, ամենուրեք առատություն պետք է լինի։ Էսի գնաց, էնի պտի գա, ուրեմն այս առատության սիմվոլն էլ նույնիսկ բացատրող չկա, թե ինչի համար են հայերը այդքան ուտելիք փչացնում հարսանիքի։ Էսի փչացնելա թե խորուրդը, ինչպես նոր տարվա ընդունելը, սեղաններ են սարքում, որ ամբողջ տարի լի։ Ուրեմն դուրս է գալի հարսանիքներ, նոր կյանքի սկիզբը, որ առատ պետք է լինի, մաքուր պետք է լինի։ Տեսեք, մի անգամից մենք Վարդևառի խորհրդից հարսանյական խորհրդի մեջ մտանք, այսինքն խորհուրդների բան ստեղծեցինք, հոգեբանություն, բայց լավ գնաց չէ, որ Վարդևառին առաջացող կռիվները նշանակում է մարդը հանդեսության մեջ է հայտնվել քաղաքացին Հայաստանում, բայց լուրջ չունի, միանգամից հարսանիքի մեջ է, այնտեղ խողովակը ձեռը, ասում բայց ես հրավիրված չէ, ընկեր ասում են, այս երկիրը Վարդևառին է պատկանում, ինքը տարին մի անգամ գալիս է, եթե դու այս երկրի տեսակի հետ կապ չունես, ապա հուլիսի 15-ին մի հատ տոմսակ ես առնում ու Հայաստանից չվում ես, ինչպես հարսանյական սրահից այդ օրը ասում են, որ կանալիզացիայի աշխատողները թող ծածկեն ամեն ինչ գնան, այսօր աշխատանքի օր չի, ուրեմն պետք է բացատրել կանոնակարգով այս ժողովրդին, որ ով Վարդևառը չի ընդունում եւ կռիվա սարքում կամ քթիտակ ինչ-որ բաներ է մրթում, երբ որ ջրի շիտի իր վրա է գալի, չի ծիծաղում, չի ուրախանում, ապա Հայաստանը այդ օրը թողի, որովհետեւ թողնի գնա Կարմիր ծովի ափին, այնքան լավ տեղեր կան, Անտիլիայա ինչա, Կիպրոսի կոմերը, Անտալիայա, ըտե էժան հյուրանոցի մեջ ոտերը դնի միջերկրական ծով, մինչև անցնի վտանգը Հայաստանում, որտեղ ինքը ջղայլանում է։ Հետո ինքը իրան հարց տա, թե ինքը ինչի է Վարդևառից, ասենց
բացասական էմոցիայի մեջ եւ ինքնաբուժման անցնի։ Ինքնաբուժումը գիտես ինչ կլինի։ Ասի Ստեփան Քիրեմիջյանի եւ Ստեփան Աբրամյանի հաղորդումը լսեցի։ Բիզնեսմենները էսը լսեցին։ Արա ասեցին, իսկականից մենք ինչի չենք սարքում Վարդեվարի շորեր, որտեղ մարդիկ կհակնեն այդ օրը տնից դուրս կգան։ Ջուրը լցնում ես, ջուր չի բռնում վրան։ Հոսում է, ինքը թրջվում է, 5 րոպե հետո չորանում է։ Լիքը այդպիսի կտորեղեններ կա, տեսակ, ոչ վախ կա, ոչ բան, մի պայման կա, կեղտո ջուր չլցես, էդի արդեն սրբապղծություն է, իսկ մաքուր ջուր իշքան ուզում ես լցրա, այդ ժամանակ հասկանում եք, չէ ինչ կլի Հայաստանում։ Համ բիզնեսի առումով, համ տոնակատարության առումով, մասսայականությունը ապահովելու առումով անգնահատելի վիճակը ստեղծվի։ Բայց ամենակարևորը մարդկանց ինֆորմացիոն ապահովված բանն է, տեղեկացնելն է, ինֆորմացիոն ձևով, որ մարդիկ հասկանան, թե իրականում ինչ են նշում, որ ես անձամբ ականատես եմ եղել, թե ոնց է, ասենք, մի երեխա, փոքր տարիքի երեխա, մի հատ տարիքով իրանից ջրում ու ծեծկատուկ է այդտեղ ստացվում, այն էլ Վարդավառի օրը։ Դուք մի հատ պատկերացնեք այդ վիճակը։ Ասեցի չէ ծեծկատուկ, հիմա նայեք, կանոնադրությունը ասում է հետևյալը, մենք մեզնից օրենքներ ենք հնարում, չէ որ մեկ ջուրը սուրբ է, ձեռքը, որը բռնել է այն սափորը, որի մեջ ջուր է լցված, այդ սափորը, ջուրը ուղեղի, զգացմունքի ազդեցությամբ թրջում է դեպի մարդը եւ այդ բիոէներգիան այդ մարդը ստանում է, ուրեմն հարց առաջանում, կարելի է ջրային խողովակով մարդկանց ջրել, ասում ես չի կարելի, պետք է անպայման սափորով ջրվի, որովհետև սափորի ջուրը արդեն տանում է նպատակ, իսկ ջրախողովակով ժողովրդին որ ջրում ես, արհամարում ես, այդ ցույցերն են ծրում, ոնց որ ասեց Վանո Սիրադեղյանը, մի քանի հատ ջրցան մեքենայով, Վարդեվարյանուն չտվեց, չէ, ջուրը ցանում է, ժողովուրդ, ինչի են, երբ որ դրանցով ցանում է, ժողովուրդը ճճում է, փախչում է, բայց սափորով ես ցանում, արդեն դրա մեջ սեր կա, նպատակ կա, որ ես քեզ ջրում եմ, որովհետև համակրում եմ, եւ ես իմ հոգու ցանկությունը ամբողջ մարմինդ ողողում եմ, սա կնունքի նման մի բան է, գիտես, եթե Հորդանան գետում պետք է մի հատ կնկիվի դուրս գա, ասենք Գագիկ Շամշյանը գնացել է, որը Քրիստոնյա։ Այնինչ դուրս է գալիս, որ այս Աստծո որդիները մեկը մյուսին կնքում են այդ օրը, անկնուկ ոչ ոք չի մնում, որովհետև այդ ջրի մեջ իրանք դնում են իրենց նպատակները, լցնումը, ջուրը լցնելուց տեսել եք, որ հանկարծ ասի, դե թրջվի, տես բան չեն ասում, ծիծաղալով են լցնում, էներգիան դրական է։ Դա դիտվում է որպես օծման մի հատ արարողություն, այսինքն գնում է զանգվածային օծում ջրով, ահա Վարդեվառը, էլ Աստղիկը Անահիտին ասեց, Աստղիկը Անահիտը Վահագին տվեց առան, այս բոլորը գալիս է, որ հայ ժողովուրդը ինքը իրան տարին մի անգամ օծել է իր մեղքերից, որովհետև ինչ որ հավաքվել է տարվա ընթացքում, լվացվել է, ինչքան շատ լվա, տարբեր լավ ցանկություններով, ինքը այնքան կմտնի նորից իր այս գտնական վիճակ։ Եկեք սենց սիմվոլ պատկերացնենք, առանց չարության կամ հեթանոսների կամ քրիստոնեական պայծառատեսության տոնն ասում է։ Եկեք ասենք, որ այս Վարդեվառը հայ ժողովրդի մեկ տարվա ընթացքում հավաքած մտքերի, տխրությունների ցրելու տոնն է։ Ուրախանում են սա։ Եվ այդպես է որ կա։ Հենց էլ կա։ Հիմա տեսակ մենք այսօրվա մեր ելույթը օգտակար բան դարձավ։ Վարդեվառին պետքա պատրաստվել, այսպես հարսանիքին։ Վարդեվառի շոր պետքա ունենալ, ինչպես սպորտային համազգեստը հագնում ես, վազում ես, չէ, լողազգեստ ունես, լողանում ես։ Այդպես Վարդեվառին պիտի հագնես մի շոր,
որը քեզ չմրսացնի, նույնիսկ եթե իր վրա ջուր թափեն։ Մենք հայտնագործություն կատարեցինք այսօր Վարդեվարի օրը։ Եվ այդ ժամանակ մարդիկ չեն բողոքի, ջրից չեն վախենա, որ իրանք հիվանդ են, ես ինչի լցեցիր ին վրա, կռիվ առաջան։ Ուրեմն լցնողները, որոնք բարի ցանկությամբ սրան նրա վրա իրենց էմոցիաներն են դրական թափում, արդեն էլ վարգելք չկա, նրանք կդառնան շատ տվող ուրախություններ։ Իսկ երբ որ 1-2 հոգի հանկարծ հայտնվում է ուրախացող այդ հանդիսության մեջ, ինչպես կանալիզացիայի տրուբով եկած է հարսանիք, փչացնում է սաղի տրամադրությունը, գցում է ոգևորությունը, տրոփյունը եւ այլն։ Կարծեմ ուրախացա։ Խորհրդապաշտություն։ Ուրեմն լավ նոտայով ենք, չէ՞ խոսում, որ պատրաստվել, նա գալու է, քեզ չի հարցնելու։ Վարդեվարը գալիս է հազարավոր տարիներ եւ ինք ասում է ես եկա, դուք ասում եք մենք պատրաստ չենք։ Ասում է դե ես այսօրը գալիս եմ, ուզում ես պատրաստ եղի, ուզում ես մի եղի։ Դե այսօր ասում է օպերայի հրապարակում մենք միտինգ ունենք։ Մարդիկ Վարդեվարի սիրտ չունեն։ Պետք է հասկանաս, որ Վարդեվարի օրը միտինգ չպետք է անես, քայլարշավ չպետք է անես, թաղում չպետք է անես, թաղում էլ պիտի չանես, որովհետև այդ օրը պիտի արգելվի թաղում անել։ Հասկանում եք, թե չէ, ինչպես հարսանիքի ժամանակ կամիշ տոների չեն։ Նա չի շտապում ոչ միտեղ։ Շտապելու տեղ չունի։ Դե ուրեմն Վարդեվարի տոնը, որպեսզի մենք կարողանանք գրկել նրան որպես վարդերի պունջ, այս բաները պետք է մտցվի, ոչ սահմանադրության մեջ իհարկե, այլ մարդիկ կհաստատեն իրենց բանավոր օրենքները, ոչ բռնաօրենքներ, եւ կհասկանան, որ այդ օրը տնից դուրս գալուց պետք է հագնվել Վարդեվարային։ Իսկ դա ինչա, ջուր չհավաքի, չմրսացնի, շուտ չորանա եւ պատրաստ լինի նորանոր օրհնություններ ընդունի իր վրա մնացած հայերից։ Դրանից մեծ տիրող խորհուրդ եւ միավորում մարդկանց դժվար է պատկերացնել։ Որովհետեւ եւ ինքը չտա, տեսեք ինչա, հագուստը պետք է այնպեսին լինի, որ սափորով ջուրը կրողը չհասկանա դիմացինը ջրվածա թե չորը։ Որովհետեւ պատկերացրեք, հիմա այսպեսին է, այսպիսի տրամադրություն կա, ահա գալիս է մեկը, մկի նման թրջել են եւ հրճվել են, որ այդ հային իրանք վերածել են մկան, թրջված մուկ, ուրախացել են եւ նա ընկճված է, որտեւ այն մուսը մի քիչ վատ է թրջվել, ուրախանում է վրից թափ է տալի, իսկ ինքը ուժ չունի, պիտի գնա տուր շորերը փոխի։ Եվ սրան, եւ տեսեք ինչ անում, երբ որ մոտիկանում են, սափորը դեմ անում, ցենց ան, չէ, սիրտ չունի արդեն, չես տենում արդեն թրջված եմ լրի, այս խոսակցությունը պիտի չլինի, ուրեմն պիտի շորը այնպես լի, որ հինն ու թազան չտարբեր է, ջուրը ընդունում ես, ջուրը գնաց, որովհետև ջուրը ոգեղեն ցանկություններ ես դու լցնում, ոչ թե թրջես նրան ու նվաստացնես, ասես գնա շորերը փոխի։ Այսպես բան չլինի, ուրեմն տեսեք ինչքան հարցեր առաջացան, որ եթե խելոք մարդիկ նստեն, ասենք խելոք մարդ հիմա ով կա, մեր հին կրոնների հետևորդները, նստեն կանոնակարգի բերեն, մարդկանց բացատրեն, որ Վարդեվարին պետքա դիմավորենք սենց, նույնիսկ գույները պետքա ընտրվի շորերի, ոնց որ հարսինը սպիտակ են հագնում, չէ, ուրեմն պիտի ջրի հետ կապ ունենա, ամպի հետ կապ պիտի ունենա, ջուր, ամպ, գետ, լիճ, երկինք, որից ջուր է գալիս, եւ այս բոլորը, երբ որ այս հոգեղեն միջոցառումները անեք, հանկարծ կզգաք, որ հայոց երկրից ցավը կանհետանա։ Կարելի է սկզբնականապես թիմ ստեղծել այդպես, հատուկ գոնե մի 50 հոգանոց, որը շրջի քաղաքներում սափորները ձեռին, ամեն քայլափոխի վրա ցայտախբյուրներ կան։
ու մարկաշ ջրի, այդ նույն այդ համազգեստով, բանով, ու այդ ամեն մնացածը արդեն ինքնստինքյան առաջ կգնա։ Ուղղակի մտահղացումը պետք է իրագործել, այդքան բան։ Ուրեմն այսօրվա հաղորդումը ոգևորիչ էր մեր համար, մենք ինչ-որ բաներ ասեցինք, պատգամներ տվեցինք, կարծում եմ լսողները, որոնք այս գործի մեջ ավելի թրջված են, ավելի կազմակերպչական ջի ունեն, կներդրեն մեր ասածները, հաշվի կառնեն, որ Վարդեվարի օրը համազգային, համահայկական խանդավառություն լինի, ինչպես հարսանիքում, որովհետև հարսանիքում նստես քիթդ կախես, բոլորը հավաքվում են գլխիդ, ասում են ի՞նչ է պատահել, չէ, այդպիսի բան չկա, ուրեմն ամբողջ Հայաստանով մեկ Վարդեվարի օրը պետք է նման տրամադրության մեջ լինի, այդ մանր բաները, որ առաջանում են դրանից, արդեն հասկանալի է, որ դրան կմաքրվեն։ Շնորհակալություն Ստեփան, այսօրվա հաղորդման համար։ Ես շնորհակալություն, պարոն Կիրիլիչ, նմանապես։ Ստեսություն, մինչև նոր Վարդեվար, մինչև եկող տարի տեսնենք, այս մեր ասածները կարող է ժողովուրդը քիչ-քիչ դնի, մեր խնդիրը գիտես ինչն էր այս խոսակցության, մեր ազգային տոնը, որը մենք ձեռքից բաց ենք թողում ժամանակի ընթացքում, չենք հասկանում նրա արժեքը, բայց դրա կարիքը ունենք, որովհետև նայեք տեսեք ինչի մասն է, դուք ասացիք կուսության մասին, ինչ-որ բաներ ասեցիք, ես թեմա չդրեցի, որպեսզի քեզ ասեմ, իսկ դու գիտես ինչ բան է սերը, կարայի հարցնեի, չէ, ինչ բան է սերը, ոնց ես պատկերացնում սերը, և ինչով է տարբերվում սերը սեքսից, արդյոք դրանց մեջ ինչ-որ բաներ կան, որ ընդհանրական են կամ հակային կամ SNN են, այսի ուրեմն նոր թեմա է, բայց սրա մասին այսօր չխոսենք։ Այդ էլ շատ լավ թեմա, կարելի է զրուցել։ Այսինքն մենք հաղորդումը ավարտենք, նրա մասին խոսենք, եթե անհրաժեշտություն ունի։ Առայժմ։